53 տարեկան Վաչագան Մելքոնյանը չէր էլ պատկերացնի, որ իր համար սովորական դարձած գրեթե ամեն օրվա անցնող ճանապարհը կարող է ճակատագրական լինել։ Ես ուշագնաց եմ եղել։ Քաղցի գյուղի առաջին թաղամասում երկաթուղային գծանցումի մոտ Վաչագանը դեռ չէր հասցրել անցնել երկաթգիծը, բեռնատար գնացքը հարվածում է նրա վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենային։ Մեքենան մի քանի մետր շպրտվում է, վարորդը կորցնում է գիտակցությունը։ Սալ ջարդ, միայն գլխի հատվածում չէ, ճակատային հատվածն է, ոնց որ այս մասով է, էլի։ Սենց եւ այս կողքերով։ Քաղցի այս հատվածում գնացքների հետ բախումներ էլի են եղել։ Չկա տեսանելիություն, չկա ուղեփակոց եւ շատ հաճախ վարորդները չեն էլ լսում մոտեցող գնացքների ազդանշանները։ Երկու տեղն էլ կա անտեսանելի հատված, պետք է տվյալ հատվածը, հենց որտեղ ես եմ վթարվել, պետք է համարյա մեքենայի առաջամասը պետք է համարյա հասնի գծին, որ տեսանելի լինի։ Մեր տարածքով իր երկաթգծի մեծերն են ասում, մի 16 դեպք է եղել այդ տարածքով։ Մարտի 5-ի ողբերգական պատահարը ցնցել էր շատերին։ Արարատի մարզում Բուրաստան գյուղի վարչական տարածքում երեկոյան ժամը 19:40-ի սահմաններում բախվել են Հարավկովկասյան երկաթուղի ընկերության մարդատար գնացքն ու ՎԱԶ-21099 մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան։ Դեպքը եղել է ոչ կարգավորող գծանցում եւ բախվել են ավտոմեքենան ու հորատար գնացքի հետ, ավելի ճիշտ էլեկտրիկայի հետ են։ Պետք է նշել, որ այդ մեքենան, որը հայտնվել է, վթարվել է, իրենց առաջ մի հատ էլ մեքենա կար, դա անցել է, եւ երկրորդ մեքենա, որի մեջ եղել է ընտանիք է եղել, ամուսիններ եւ երկու անչափահաս երեխաներ, նրանք էլ են երևի փորձել է վարորդը անցնի։ Գնացքը խփել է 60 մետր տարել է ռելսերով են կողմ, հա, դեպի առաջ էս դիակտեն են, հեսա փակած։ Բրելով տարել է, հասնում։ Երիտասարդ ընտանիքի անդամներից հայրն ու մայրը տեղում մահանում են։ Անչափահաս երեխաներին անգիտակից վիճակում տեղափոխում են հիվանդանոց, մինչև օրս փոքրիկները վերակենդանացման բաժանմունքում են։ Երկու երեխա է թողել որբ նել հարցը այդ երեխաների հաշմանդամ կմնան, Աստված տա, ով է խնամել այդ երեխաներին։ Հանրապետությունում գնացքների հետ բախման ամենաշատ դեպքերը Արարատի մարզում են, հետո նոր Գեղարքունիքում, որոնք են Հարավկովկասյան երկաթուղու գնացքների եւ տարբեր տեսակի փոխադրամիջոցների հետ հաճախակի բախումների եւ ողբերգական մահվան ելքով պատահարների պատճառները։ Հատկապես երեկոյան կամ ուշ ժամերին տեսանելիությունը երկաթգծերի հատվածներում ցածր է։ Այն հատող մեքենաների վարորդներն էլ չեն նկատում իրենց մոտեցող գնացքներին ու երբեմն էլ չեն լսում ազդանշանները։ Արարատի մարզը եւ մեկ մարզ էլ կա Գեղարքունիքի մարզը մեր մոտ համարվում են, դասում են ամենավտանգավոր մարզերից մեկը։ Այդ հարցով ուրեմն յուրաքանչյուր երրորդ միջադեպ DTP լինում է այդ երկու մարզերից մեկում։ Այդ մարզերում ամենաշատ մահացու դեպքեր են լինում։ Եվ ամենակարևոր խնդիրը ճանապարհների հետ հատվող ոչ բոլոր հատվածներում է, որ ուղեփակոցներ են տեղադրված։ Հարավկովկասյան երկաթուղու երկաթգծերի ճանապարհների հետ հատվող 133 հատվածներից մոտ 33-ում է, որ ուղեփակոցներ է տեղադրված։ Դրանց մի մասն աշխատում է մարդու միջամտությամբ, նաև ավտոմատ, ազդանշանային եղանակով, սենսորային համակարգով։ Վերջինն ի դեպ ամենաթանկն է, մինչև 25 միլիոն դրամ արժե։ Ամեն տեղ, ամեն գծանցում տեղադրել այդտենց 25 միլիոն, 30 միլիոն, 15 միլիոն դա թանկ բան է։ Հարավկովկասյան երկաթուղու տնօրենի տեղակալի ձևակերպման կան հատվածներ, որտեղ նախազգուշացնող նշաններ չկան։ Համայնքի բնակիչները պոկում տանում են մետաղյանշանները։ Բնակիչներ էլ կան, որ ինքնագլուխ իրենք են գծանշումներ անում երկաթգծին մոտեցող հատվածներում, ինչը եւս ողբերգական վթարների պատճառ կարող է դառնալ։ Մարզերում ամենաշատն է մեծ քանակության ապօրին գծանցներին բնակիչները իրենք են որոշում որտեղ գծանց սարքեն եւ այդ մեղով լացնում են նշաններ են գողանում անհասկանալի ինչ են անելու այդ նշանները Ընդհանրապես ըստ Հարավկովկասյան երկաթուղու տնօրենի տեղակալի հանրապետությունում գնացքների հետ բախման արտակարգ պատահարների մեղավորները միշտ մեքենաներով երկաթգիծը հատողներն են լինում ովքեր չեն պահպանում անվտանգության կանոնները 130 դեպք ա եղել մեր մոտ 10 տարվա ընթացքում գծանցերում բոլոր 130 դեպքերը քնվել են քննչական մարմիններից բոլոր 130 DTP-ների, հա, միջադեպների պատճառը եղել են վարորդների հաղթումը, որոնք թույլ են տվել գծանցները անցնել։ Օրենքները այնպիսին են, միշտ իրանք մեղավոր չեն լինում։
Հարավկովկասյան երկաթուղին առաջարկում է տեսախցիկներ տեղադրել միջհամայնքային հանրապետական ճանապարհների հատվածներում։ Սարքեր կա, որ կամ դա դաչկով է փակվում, կամ ձեռքով, կամ աշխատողն է իջնում փակ հերթապան, գծանցի հերթապա, կամ ինքն է իջնում փակում, բայց մնացածը ունենք 4 գծանց, որտեղ հերթապա չկա, բայց ունենք ազդանշան եւ լուսային եւ ձայնային։ Դա էլ հերվիցերում է լուսավարում, գնացք որ մոտենում է գծանցին, ավտոմատիկան աշխատացնում է ձայնային ազդանշան եւ լուսային ազդանշան։ Երբ որ գնացք անցնում է, անջատվում է ավտոմատիկան։ Հարավկովկասյան երկաթուղին հորդորում է նաև քաղաքային գյուղական համայնքների ղեկավարներին թույլ չտալ, որ երկաթգծի հարակից տարածքներում շինություններ կառուցվեն։ Երկաթգծի հարակից տարածքում շենք-շինությունները թեև կառուցված են սահմանված հեռավորության վրա, սակայն դրանք խոչընդոտում են փոխադրամիջոցների երկաթգիծը հատելու process-ը, նաև փակելով տրանսպորտային փոխադրամիջոցների տեսադաշտը։ Առատ քաղաքի գծանցը, կառավարող գծանցը, գծանցի 4 կողմերը, երկու կողմերը վերջի 15 տարվա ընթացքում երևի թույլտվություն են տվել 3 տեղ շինություն են սարքել, այսինքն փակել են տեսանելիությունը։ Չէ, եթե ասիկ այստեղ բնակի չա ու շատ իրար են, եթե անծանոթ այսինքն գալիս են բնական անուշադիր են։ Բազմաթիվ են դեպքերը, երբ որ տեսանելիությունը օրինակ փակում են այգիները, որոնք էլի գծանցի երկաթուղու կողքն են սարքած։ Այդ մասնավոր տարածք է, մենք չենք կարող մտնել այդ տարածք, ծառերը հետել, տեսանելիությունը ապահովել, զաբորներ իջացնել, պարիսպներ իջացնել եւ այլն։ Հարավկովկասյան երկաթուղու մեծ թվով առաջարկներն ու առաջացած խնդիրների լուծման տարբերակները ոչ միշտ են, որ ի կատար են ածվում։ 24 թվականի ակտով արձանագրվել է 168 անհամապատասխանություններ գծանցներում, որից երկաթուղու պատասխանության 35-ն էին։ Օրինակ, երկաթուղու պատասխանության սահմանները դա այդ սպիտակ տեսած կլինեք ստոլբիկներ կան եւ ճանապարհային նաստիլ, այսինքն պերիեզդի վիճակը, լուսավորությունը պերիեզների, դա հիմնականը։ Այդ դրանք մենք 21 հատը շտկել ենք, մնացել է, 6 հատ է մնացել է, իսկ համայնքների պատասխանության 133 հատ ընդամենը 4 հատ է վերացել։ Ճանապարհային դեպարտամենտին ուղղված մեր գրավոր նամակներին այսպես պատասխանեցին. Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների երկաթգծի ճանապարհների հետ հատվող հատվածները հիմնականում կահավորված են համապատասխան նշաններով։ Կահավորման աշխատանքները կրում են շարունակական բնույթ, գործում է միջգերատեսչական հանձնաժողով եւ յուրաքանչյուր տարի ապրիլի 1-ից մինչեւ հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում բոլոր երկաթուղիներում ենթակառուցվածքների գծային, կապի եւ ազդանշանային, էլեկտրամատակարարման ծառայությունների ղեկավարությունը տարածքային կառավարման տեղական մարմինների, ավտոմոբիլային ճանապարհների կառավարման մարմինների եւ Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների հետ միասին անցկացնում է գծանցների հանձնաժողովային ուսումնասիրություն եւ կազմում համապատասխան աշխատանքների միջոցառումների պլան։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը նշում է նաև, որ Հարավկովկասյան երկաթուղու ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամին ուղղված բոլոր նամակներին տրվել են պատշաճ պատասխաններ, օրենքով սահմանված կարգով եւ ճանապարհային դեպարտամենտի լիազորությունների շրջանակում։ Նայիրի Մուրադյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանգյուն։